ոչ Իջևանի, ոչ Կիրովականի, ոչ Կարմիրի, տրանսպորտ չկա, էլի հա։ Հա, ճանապարհը կա, դե տրանսպորտ չկա, էլի տրանսպորտ։ Ինքը իրանք լավ են կոփի։ Ժորժա, վիճակագրությունը որ նայում եմ, անասնակ ձեր մոտել է այդ։ Թույլ կտակ բան քոչան հարցը։ Մենակ զինվորական այդ զինվորներին էլի վերաբերում։ Ձեր ժամանակ որ տարբերել եք մեր զինվորականները, ասենք գլոխը մի ճակատը ասենց բարձր իրանք կային են կապ չունի որտեղ եղել են։ Ցանկացած երևում էր մեր ասենց հայկական որոշ բարձր բայ։ Կոնկրետ հիմա զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանք չեն էլի գնահատում։ Հաստատ եմ որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչ ճիշտ է Ես ասեմ այն ժամանակ ենթադրում եմ որ պատճառը ինչն է առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը միշտ ա եղել երկրորդը նայեք միշտ հետևում է աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում ենք միշտ հետևում է որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի համարենք որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիոնալն է եւ մենք ամեն ինչ արենք որ այդպես է բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է բայց մեր պատճառը դա է դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում որովհետեւ մարդիկ նայում են ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա քան բանակը որովհետեւ պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է, արտոնություններն է, վերաբերմունքի բանն է, պարգևադրումներ եւ այլ հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում հատկապես գիտեք ոստիկանության որ մասը ոչ թե այն մասը որը հանցավորության դեմ է պայքարում այն մասը որ բերետավորներ որ քաղաքական ավելի շատ քաղաքական ճնշումների ասենց մահակը նորմալ վարձատրվում է բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանը հիմա առաջինը երկը ճիշտ է լրիվ ընդունում են փոխելու են եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի ասենք ինչքան էլ ուզում է հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք բայց եթե մեր սահմանները թույլ է չենք կարող էլի մենք այստեղ ապահովը զգանք մեզ այդտենց է նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել որ սահմանը եթե թույլ է խնդիր ունես հիմա էլ է թույլ լինես չի որ ասում է խաղաղություն ոնց կար ասենք կոնկրետ հիմա ասում է 300,000 օրինակ ադրբեջանցի պիտի գա Հայաստան մնա ասենք իմ եղբորը սպանել է կամ ինչ որ մեկի ոնց կա ադրբեջանցու հետ խաղաղություն լինի նայեք նաև մի օրինակ էլ բերեմ օրինակ ռազմական ինստիտուտը այն տարիների երբ վերաբերմունքը բանակի նկատմամբ լրիվ ուրիշ էր մոտարապես մի տեղի վրա 7-ից դիմում էր 7-ից ու 7-8 մինչև 10 ոքի նայած ֆակուլտետին դիմում էր հիմա պրոբլեմա հիմա ով դիմում է ընդունում է որովհետև բան չկա զինվորական վերաբերմունքը չկա հիմա կոնկրետ մեկ ծառայում ես կոնկրետ ծառայում հիմա արձակուրդի մեջ եմ գոսպիտալու արձակուրդի մեջ եմ դրա համար ասենք հաշվով հիմա ես էլ ուզում եմ դուրս գամ զուտ պայմանագրային դուրս գամ եմ որ գնամ քաղաքեն որ մելիցիայությունում մտնեմ ավելի լավ է համաշխատավարձն է բարձել հիմա ատեստավորումը մտցրել են ատեստավորումը հիմա կա մարդ են որ 150 կիլո ինքը չի կարող 2 հատ ժիմանի բայց ինքը մարտական դիրքերը ասենք իր մեքենան այնքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայերեն ասած չի կարող ինքը մարտական դիրքերում վարի դա էլ է վերաբերվում որովհետև այն կառույցները որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց մի անգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքև գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազի հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։
Այդ հարցը 20 տարի առաջ ենք կստում պարոն Քոչարյան։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրեք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհ ունի։ Հա, զուտ Ընդամենը երևի մի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով, ասենք, ստե բնական գազ չեմ վերել։ Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել ենք, ես չէի հիշում, հիմա հիշեցրել Դե եք։ ձեր ժամանակ շատ լավ այլ է, պարոն Քոչարյան, ես չի Պետը բերելուց պետք չէ թողու որ բերել մարդիկ վառել, գազը չկա, ինչ պետք է։ Հիմա սա ժողովրդին են որ այնպես է դարը, այնպես չէ էլի քաղաքականություն ցենք ուզում, բայց այսօր մենք ձեր մեջքին ցենց ավելի լավ, ցենց ձեր կարող ենք հենվեր, քան պարոն Փաշինյանը էլի մի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները, սա կալմա ձայնագրումը 3 հատ ընտրություն էլ է, ես այնպես չէ, իմ ապացույցներն ունեմ։ Ես 3 անգամ ձեզ եմ ընտրել ու հիմա կուզեմ որ դուք լինեք պարոն Քոչարյան։ Ուրեմն 4-րդ անգամ Նորից ձեզ ենք ընտրել։ Եվս ընտրել։ Հաստատ ու մեկ էլ այսքան ժամանակ մի բան եմ արմացել, որ ոնց հալի Սերժ Սարգսյանը, ասենք իր այդ մանդատը տվել Նիկոլականին։ Չէ, դե հիմա չէ, ասենք խիա տվել որ ասենք այսօր այն ժամանակ ունեցել ենք Ղարաբաղը, հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայել ու ասենք այնպես չէ, հիմա շատ վիշտ կա էլի ասենք։ Մարտունի 2-ում էր։ Մոնթեզ ասում։ Հա, հենց Մոնթեզ։ Շուշուտ տենանք, սաղ է շուշուտ, ընտրությունից ընտրություն չտենանք։ Հիմա այդ թեմայի մեջ չխորանամ։ Չէ, հիմա չէ։ Ով ու մանդատը հանձնեց։ Պարոն Քոչարյան, Հա, չխորանամ։ Այո։ այսինքն այդ պարոնը ես մի քիչ լավ չեմ, ասում եմ Գեր Քոչարյան։ Դուր չկալի ճիշտ ասած։ Մեր այս հողերի արժեքը ես իմ տարերն հասցրել ես իմ ում հորգիմն եմ դրել վերներեն։ Ախպերջան մի դենը նայ, են քարքարոտ հողը։ Նա միլիոնանոց հողեր, հա։ Մարդիկ չեն կարում դաժե հող առնեն, ասենք, ինչ որի բասարք են։ Աճուրդ պետք է արվի, то есть ինչքան ինչ պետք է անի։ Կատաստրային արժեքը ասում են 1400 դրամ։ Մինա էլի տաշկոտնա է, տեսեն օրինակ նա 6000 դրամանոց հող է, թե դա ինչ է։ Սարի դոշ ու տեսեն ինչ era, քարեր ասա։ Այդ մեկ։ Երկրորդն էլ է հարկերը, հողի հարկերը։ Օր-օրի վրա բարձրացնում են։ Սա միշև երբ հատևելու սա։ Մամակել սրոկն դրել ամսի 27 թիվնա, 26 թիվնա իբր թե վերջինը պետք է լինի, բայց դե հա աճում է։ Չեմ հասկանում դե փողը չի երի կոնտրատ աշխատավարձը, թելի ինչ չանում։ Պարքիվավճարը փողը չէ։ Դե պարքիվավճարին չի երի կում։ Ախպերջան, դե գնան մի տանից ստանում բյուջեից տան մկել իրանց։ Նայր, իմ մոտեցում հետևյալն է։ Եթե գյուղում մարդ ուզում է մի բան սարքի, ոչ թե հողի գինը պիտի ավելացնես, հակառակ այն բանով էլ դու պիտի օգնես։ Պիտի խրախուսես մարդու, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում։ Հակառակը, պետությունը ինչ որ չափով պետք է մասնակցություն տվի։ Հիմա ներողություն, գյուղացի մարդիկ ենք սաղասել, ենթադրենք մի հատ զուգարան է սարքում, բաղջիտ մեջը։ Հա, պետք է տանես պրոյեկտ տանել, то есть ինչ երանան, ինչ ֆոկուսներ անել։ Հա, դու բանը տունը ավելացրիր, կողքից մի շինություն արիր, պետք է տանես պրոյեկտ անես, փոխես։ Ես ինչ երա, դա ինչ բան է։ Գյուղ տղա եմ, հա։ Անես չի որ ասեք քաղաքի, չգիտեմ, գիտեք թե չէ, որ բանա, այդ մի քիչ ուրիշ անեկդոտա չէ։ Որ մեկը բանա, ինչ որ բնակարան է ստանում Մոնղոլիայի բանի այդ կողմերի մասին, էլի մի քիչ։ Բայց յուրտայում էր ապրում միշտ, հիմա բերել է այդ բնակարանի մեջին յուրտան դերել է, յուրտայում ապրում, տուն ասարկել ավելի ճիշտ ինչ որ իպոթեկով բանով, հետո հարցնում է, ասում է տուալետը ուր ես գրեմ, ասում է զայուրտու։ Հիմա եթե տուալետ սարքելով համար ինչ որ հատուկ բաներ են ուզում, ուրեմն չի նա ախպեջան, գյուղում ապրող զատոստե մի երկու ճոխ մի կետ մարդ է մնացել, սաղել թողել գնացել է։ Հա, եթե մարդկանց էլ բան չեն անում, մնան ինչ անեն ստեղ։ Փաստացի բնակչություն ինչքան Չեմ իմանում բնակչությունը կոնկրետ, բայց այրա շատ էր, բայց հիմա չկա, մարդիկ թողել են գնացել։ Սա քաղաք ենք ում, սաղ ես ինվորդ ենք նում, որ մի կետ յոլակ են։ Ոչ դե գործը չկա, բան չկա։ Վարձակալական հողերը։ Աշխատանքի համար գնալ։ Հա, Ռուսաստան են գնում, սա բավարդ ենք նում։ Բանը, ես վարձակալական մարդիկ վերցնում են, ասենք որ խոտա մոտա քաղեն բերեն անասում են, էդ էլ է թանգացրած, դե սալյարկի մալյարկի մասին է խոս չկա, հենց կասիլք են մտավ խոտի մեջ,
Սալյարկը նլնում է եսիմ Ժամանակ բան ենք տալիս եւ պարատանյութ ենք տալիս գյուղացուց եւ դիզվարելիք ենք տալիս, պարատանյութ ենք տալիս եւ նյութաքիմիկատներ ենք տալիս։ Հիմա վերացավ, չէ՞։ Ուրեմն վերանալու են։ Աշխատանքի տեղեր լինի գյուղերում։ Հիմա ասենք օրինակ մի հատ սպանդանոց են դրել։ Դեր չկա որ հանձնենք։ Այդ զալոր, մալոր, հիմի էլ արաղ են քաշել, բայց այդ չկա։ Ինչ անեն ժողովուրդը։ Ճանապարհի հետ ասենք բոլորը ֆինանսիալ կապված է, այլ ասենք եթե գյուղացին պահում է մի հատ սուլիկ որ պիտի ծախի օրինակ 350,000 դրամ, մենակ 50,000 դրամ ճանապարհի ծախս անում։ Մեզ մոտ ճամբարակում ընդհանուր սահմանային շրջաններում ոչ դիահերձարան կա, ոչ ազնագրային կետ կա, ոչ կատաստր կա, ոչ իման ամենակարևորը գոնե սահմանային շրջան որպես դա լինի, էլի։ Օրինակ Իջևանում 17 հատ մուտք կա ազնագրի բաժին, բայց դե մի հատ բաժին էլ չկա ազնագրի։ Այ իդեպ համարը բոլոր տեղ նույն հարցն են դնում։ Դիահերձարան։ Ձեր դպրոցին հալա ձեր չեն տվել։ Չէ, այն ամեր դպրոցը Հալա ձեր չեն տվել։ բայց հերթի մեջ Սպասեք, հեսա դրանել են հասնել։ հերթի մեջ է, ոնց է։ Հերթի մեջ է ոնց։ Ելքի մեջ է։ Կոնկրետ ներքևի գյուղում Աղավնավանքում դպրոց են սարքում, ասենք 300-400 հոգանոց մարդ որ գնա այդքան աշակերտ, բայց եթե բնակչություն օրինակ 20-30 հոգի այդ դպրոցում է սարքում։ Չէ, ուրեմն սա են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են Դելրի փակելու։ փակված է, էլ Իհարկե սա։ Մեր ծրագրում հստակ ֆիքսել ենք, Մեկ է որ դպրոցաշինությունը դպրոցներ փակելու համար չպիտի լինի, դպրոցներ փակելու համար։ Եթե դպրոց ես կառուցում մի հատ, 5 հատ փակելու համար, ուղղակի անընդունելի է։ Մենք ներքևի գյուղում ենք Զորավանքում ենք մնում, ասենք շատ կուզեն, որ այս դպրոցի հարցը լուծվի աշակերտների գնալ գալու հարցը։ Որովհետև աշակերտները առավոտը մանկապարտեզի գազելով գնում են, գալիս են այստեղ իջնում գնում դպրոց, հետո ժամը 2-ին 1-ին երբ հավարտում են դպրոցը, արդեն ամեն մեկը իր ոտքով, չգիտեմ, հիմա մեկը 3 դասարան, Ինչքան է։ 3 կիլոմետր, դե լավ, մեծը կարա, բայց երկրորդ, երրորդ դասարանի երեխան ոնց պիտի գնա։ Դե երկրորդ երրորդ դասարանը մեր գյուղում է, ասենք 4-5 աշակերտ է, մնացած ասենք 4 դասարան։ Ну մեկը հերո է, ձմեր, անձրև, բան, վակո։ Առանձնական մեքենաներով։ Այսօր ասենք կարան էլի մեր գազել տրանսպորտ, բանաներ տրամադրեն ժողովրդի։ Հիմա ամեն մեկ իր երեխան են որ վստահելով մեկը կարա ավտոյի տակ ունենի կամ բան։ Լավ, հասկացա։ Այս 16 տարի է մեր տունը հոսքի տակ է։ 7 շունչ ենք, ստրատանը, դրատանը, չգիտեմ ինչ անենք, ոչ մեկը չօգնում ես, ոչ մեկը։ Հա, տղես սարայում է, նայումնիկ է, Ղարաբաղել է եղել։ Հա, հիմա սենց մնացել ենք սենց։ Նայումնիկ չի, պայմանագրային է։ Հա, նայումնիկը լավ բառ չի։ Հա, դե չեմ կարող։ Պայմանագրային է։ Ինչ անենք, ոնց անենք, ոչ մեկն է չի օգնում ես։ 7 շունչ ենք։ Մերս հիվանդ, ես հիվանդ, չգիտեմ։ Սրա նրա տանը։ Հա, ինչքան մնաք սրա նրա տանը։ Տան գներն չգիտեմ ինչ։ Քանի տուն կա այդ վիճակը։ Այդ վիճակը մեր Մերոնք էլ հլված։ մերն էլ Вообще-то կա, բայց դե իրանք մնում են, ես չեմ մնում։ Քանի տարի է դուս եկած։ Չի արվում, թե Չէ, սա քուլ եկած։ եկած։ Չէ, պիտանիչ։ Հա, ճանցա չկա, սախտները քանդված։ Արդեն ծռվել է։ Հա, Երկու տարբերակ է, մեկը ուղղակի դիալոգիա են անում կամ ամրացնում են, բայց դա շատ դեպքում ավելի թանկանացնում Չէ, քան արդեն բան արած է։ բանը։ Նոր ֆինանսավորում են, նոր տուն են կառուցում, մարդու ասում են այստեղ։ Вообще չկա, մաշինը չկա։ Նեղություն չի, մենք կարող ենք գնալ ու ձեզ ցույց տալ մեր բնակչությանը։ Շատ ահավոր վիճակ է։ 16 տարի է։ 7 շունչ են, չգիտենք ինչ անենք, ոչ մեկը մեզ չօգնում, ոչ մեկը։ Հա, արդեն քանի տարի է։ Դիմել եք։ Դիմել ենք։ Ոչ մի Ոչ մի Չէ։ պատասխան չենք ստացել։ Մենք ոչ մեկից ոչ մի պատասխան չենք ստանում։ Մինչև երբ։ Շինարար կա ստեղ մասնագիտությամբ։ Կա շինարար։ Եթե ձեր Մի գյուղում, մի գյուղի տուն սարքելը, ինչ գումար կնստի։ Մի րոպե, սա։ Հա, Ժորժա։
Երկաթ կոնստրուկցիայով այսօր ավելի հա։ Տոնը ինչքան կնստի գյուղում կառուցելա։ Նկարի։ Հա մի տունը մոտարապես մի փոքր տուն ինչքան։ Տունը թիվը ասեք։ 20000 միլիոնի 20000 Հիմա ես ուզում եմ բան անեմ, էլի մի հատ օրինակ մի անգամ եթե պարտիավճար մի ամիս չտան։ Քանի նման կարգի հարց կարելի է լուծել գյուղերը։ Ձեր հարցը 3 ամսում կարան լուծի մի ամիս մարդ չգնա պարտիավճարը չստանա։ Մենք դիմել ենք քաղաքապետարանին, որտեղ որ մենք հիմա բնակվում ենք, տունը վաճառում են, կամ պետք է ուրիշը գնի, մենք դուրս գանք, բայց արդեն որտեղ գնանք, մեզ ասել են, եթե այսքան տարի սպասել են, դե թող մի քիչ սպասեն, բայց մի քիչ ինչքան Ինչքան սպասենք։ Շատ արագ լուծումը, նման կարգի լուծումներ իսկապես հեշտ է։ Ամենից պարզ լուծումը դա է։ Եթե հոսքավորեն պետքա տեղը փոխես մի ուրիշ տեղ, նույն գյուղում, եթե ուզում եք ստեղծես, տուն սարքեն հասնեցես։ Որտեղ դա մենք արել ենք, մենք ամենից մեծ բանի, եթե Գառնիի ճանապարհի վրա, ասենց ամենից մեծ։ Հերոսներս Ղարաբաղցիք ենք, հադրութեցինք, բայց դե Դու ես նկարում։ ոչ մեկն է մեզ չոք։ Դուք Հադրութեցինք, բայց շուտ ենք դուրս եկել։ հա, ոչ թե ես վերջերս։ Հալես Դե լայք արած։ շուտ ենք դուրս եկել։ Արոն Քոչարյան, բնակապահովման մասին արցախցիների ինչ խնդիրներ, ինչ լուծումներ եք դուք գտնում։ Ես արցախցի եմ, 23 թվականից տեղափոխված։ Մեր բնակարանը, որտեղ ես այսօր էլ ապրում եմ, արդեն վաճառքի է հանված եւ մինչեւ մայիսի վերջը տանտերը կվերադառնա Ռուսաստանից ու բնակարանը կվաճառի։ Հիմա մենք կմնանք էլի քոչոր կյանքով։ Նայեք, ես չեմ կասկածում այն քանակը, որը կա, որը Հայաստանում է։ 2-3 տարում ամբողջությամբ կարելի է բոլորի հարցը լուծել։ Ամբողջությամբ։ Ինք տպավորությունը ամեն ինչ անում է, որ դուք ստե չմնաք։ Շնորհակալ կլինք, եթե ապահովեն Նայեք, ամենից հեշտ հարցի լուծումը նման կարգի հարցերի լուծումն է պետության համար։ Ես Տիրոջ ասենք մենք մի քիչ կմնանք։ չէ, ուղղակի ասեմ, այս մարդիկ եթե ձեր մասին չեն մտածում, որ $30,000 հաստատ պայմանագրային անգամ աշխատավարձը 170,000 դրամ աշխատավարձ է ստանում։ 7 շունչ պահելը հեշտ չի, որ մի հատ $30,000 տուն գնի իր ուժերով, իսկ իր տունը քանդվող։ Եթե ձեր համար նեղություն չի, մենք կարող ենք իրար հետ գնալ մեր տուն։ պետությանը հետևյալ բան է, ինքը սոցիալական շինարարություն պիտի անի, ոչ թե բիզնես շինարարություն։ Կա պետության կողմից սոցիալական շինարարություն, օրինակ աղետի գոտին, իմ ժամանակ վերականգնել են Գյումրի, Սպիտակը, ու մարդիկ փող չեն տվել դրա համար։ Ամբողջությամբ պետության հաշվին շենքերը կառուցվել է, բնակարանները տվել են քաղաքացիների։ Հիմա սոցիալական շինարարությունը հետևյալն է, եթե նման կարգի վիճակներ կա, մարդ տուն չունի, տեղ չունի ապրելու, պետությունը պետք է շինարարություն անի այդ մարդկանց ապահովել։ Երևանը ինչ արվում է, բիզնես է։ Ուղղակի մարդ իպոթեկ պիտի վերցնի, իպոթեկան ձեզ ոչ ոք չի տալու, բանկերը չեն տալու, հասկանալի է։ Դրա համար պետությունը պիտի մոտեցում փոխի, որովհետև սոցիալական շինարարություն Հայաստանում առնվազն վերջի 8 տարում չի արվում ընդհանրապես։ Չի արվում։ Ես չեմ լսել։ Տարիա մենք սպասում ենք այդ պատասխանին, որ մի օր մենք կստանանք մեր տան փոխհատուցումը, ես իմ երեխաները միջև երբ ապրեն ուրիշ տան այդ Տանը մնում ենք։ մենք ուրիշ տուն մեր հիմունքներով մի թե վերանորոգենք, որ մեր երեխաները Ձև ասած, պետությունը պետք է այդ հարցերը լուծի։ Եթե պետությունը չի լուծում, ուրեմն իր տեղը չի։ Գյուղացու հարցը լուծի, գյուղացու ուշադրության կենտրոնում պահում։ Ոչ թե ընդհանրան Երևան ու Արոն Քոչարյանի ծրագրում գյուղատնտեսության թեման շատ լավ Պետություն չկա, որը գյուղացու կողքին չի գա։ Պետություն չկա, որ գյուղատնտեսությունը չսուբսիդավորի։ Տանում է, Թոշակներից տեղակ չեն ես մարդիկ, որ մեր ծրագրում կա պարունակ կա։ Ասեք, սարին վրա եք։ Նախ գյուղատնտեսության հետ կապված մեր ծրագրում հստակ կետ ունենք, որ գյուղացիների աշխատանքը պետքա ստաժ համարվի։
Այսինքն դու քո հողի վրա աշխատում ես, դա ստաժ է համարվելու։ Ոնց է, Երևան գնում են գործի, հետո գնում են թոշակի ստաժ Մեր տանն ենք աշխատում, մեր ողջ հողի վրա եթե աշխատում ես, դա համարվում է ստաժ։ Այո։ Այսինքն ոչ միայն պետք է այդ օգնել գյուղացուն սուբսիդավորման հարցում, մթերումների հարցում, չէ, բայց պետություն այս հերավորության վրա պետությունը պետք է սուբսիդավորի, պետք է օգնի, որ դուք կարողանաք մի բան անեք, թե չէ դուք չես չեկա։ Այսինքն դուք հողի վրա աշխատում ես, բայց համել հետո որ անցնում ես թոշակի, դա ստաժ է համարվել։ Գիտես ինչ, մի հատ կոնսերվի բանի գործարան սարքեն, մեր բերքը իրենք հանձնենք, մեր բերքը մթերումների հետ կապված այդ պոպոկը կա, սալորը կա, խնձորը կա, տանձը կա, միշը կա, ամեն ինչ։ Այդ ամեն ինչը որ մենք հանձնենք, այ ինձ ծով է, ես իսկ որ բանել չտան, այս հծով եմ ես։ Բայց ես կարծում եմ ամենակարևոր նաև բանը այն է, որ գյուղացու աշխատանքը պետք է հետո ստաժ համարվի։ Դե թող համարեն։ Մենք դա հստակ ամրագրել ենք ծրագրի մեջ։ Փոքր չենք, 75 տարեկան եմ, ես որ գնաս մտնես իմ բոստան ու կասես, հեսա, տեսելա։ Փեշքան էլ հետ եմ իմ բախջից ծառերը, հետ եմ, կտրեմ, սարկեմ, բուջիր դրուժբա եմ առը տոտալից։ Ես ինձ էտի աշխատում եմ, ես ինձ էտի, ծավըտ տանեմ, որ տեսել եք 75։ Էլի եմ աշխատելու, էլի եմ աշխատելու։